Հանրապետականի շտաբ Ռանձամբ է կազմակերպել, որ Հանրաքվեն անցնի թափանցիկ, վարչապետն է ասում։ Ընթացքում եղել են խնդիրներ, թող դիմեն։ Խնդիրներն էլ ըստ վարչապետի առանձնապես ստուգված փաստեր չեն, կստուգենք, եթե հաստատվի, կպատժենք, ասում է նա։ Սակայն կոպիտ խախտումների տեսագրություններ կան, այստեղ էլ ընտրությունների հին մասնագետին չես խափի։ Դրանք տարածել են շագրգիր մարդիկ, ովքեր որ ուզում են սևացնեն, ստվերեն ընտրությունների արդյունքները, եւ դա որևէ հիմք չի։ Ես կարծում եմ, որ դրանք մոնտաժված են։ Սեդրակ Սարոյանը նույնիսկ չի էլ լսել ընտրակեղծիքների մասին, միացնում քվեարկությունն իր բարերով շատ լավ է եղել։ Ախպեր ջան, ես որ իմ աշկով չեմ տեսել։ Ամբախ ամեն մարդ ամբախ զամբախ խոսում է։ Պաշտոնաթող գեներալին չես համոզի, որ կեղծիքների հարյուրավոր տեսագրություններ կան, որ նույնիսկ բռնություններն են արձանագրված, որ եվրոպացի դիտորդներն են ասել այս մասին։ Եվրոպացիք շատ բան կարող ասել։ Ընդդիմադիր Լյուդմիլա Սարգսյանը չի ասի, որ խախտումներ չեն եղել, բայց չի ասի նաև, որ դրանք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա։ Տոկոսային տարբերությունը չափից դուրս մեծ է։ Տիկին Սարգսյանը սպասում է, որպեսզի տեսնի, թե ընդդիմությունն ինչքան արձանագրություն կհավաքի, որպեսզի ապացուցի կեղծիքները։ Ինքը падգամավորը սակայն ունի ներքին համոզմունք, որ հանրաքվեն կեղծվել է զանգվածաբար։ Ես ուզում եմ փաստարկված լինի։ Խորհրդարանում փաստեր բաժանողներ չկային, հանրապետականը մտադիր չէր կեղծել, կեղծողներն ըստ խորհրդարանի ղեկավար Գալու Սահակյանի արչի ծառայություն են մատուցել։ Սա քաղաքական ուժերի համահավաք, այսպես սկզբունքների հետևանքով կազմակերպված ընտրություն է։ Սակայն հանրաքվեի վերջնական արդյունքները դեռ հրապարակված չեն, իսկ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարում է, որ Հայաստանն ընտրել է խորհրդարանական կառավարման համակարգ։ Ինչպես սա հասկանալ։ Այն արդյունքները, որ կա, կենտրոնական տնտեսական հանձնաժողովը որ հայտարարել է, եւ այն դիմումները, որ կան չհամաձայնելու արդյունքները շատ փոքր չնչին թվեր են, եւ դա չի կարող արդյունքի վրա ունենալ որևէ նշանակություն։